Պատմությունը ցույց է տվել, որ դարերի ընթացքում մեր կողքը կանգնած եղել է Ռուսաստանը։ Անդրանիկ Թևանյանը ոսկորի պես մնացել է Նիկոլի եւ իր տերերի կոկորդին։ Անդրանիկ Թևանյանի բարի ու անբասիր համբավը արատավորելը ուներ մեկ նպատակ։ Ցավոք մինչ այսօր մենք չունենք միջազգային որևէ կառույցի գնահատականը։ Անդրանիկ Թևանյանը իմ ճանաչած քաղաքական եւ պետական այրերից Հայաստանի Հանրապետությանը նվիրված թերևս ամենանվիրված քաղաքական գործիչներից մեկն է, ով ճիշտ է հիմնականում աչքի է ընկնում որպես ռուսամետ հայացքների գրող, սակայն իրականությունը այն է, որ Անդրանիկ Թևանյանը ավելի հայամետ է, նա հասկանում է եւ գիտակցում է եւ իր գործունեությամբ նպաստում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա զարգացած երկիր, որ կարողանա լինել լիովին ինքնուրույն։ Սակայն մենք հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում մենք լինելով փոքր պետություն եւ դեռևս չունենալով բոլոր հնարավորությունները, որ լինենք ինքնուրույն, պետք է ունենանք որոշակի դաշնակիցներ եւ պատմությունը ցույց է տվել, որ դարերի ընթացքում մեր կողքը կանգնած եղել է Ռուսաստանը։ Սա է խնդիրը, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը իր ուղղվածությունը փոխում է եւ ռուսական ազդեցության գոտուց գնում է եւ դառնում է Թուրքիայի ազդեցության գոտու տակ գտնվող Հայաստան։ Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայի ազդեցության տակ գտնվելով Հայաստանի Հանրապետությունը այլևս չի լինելու ոչ ինքնիշխան եւ ոչ էլ ինքնուրույն պետություն։ Հստակ է, որ Օսմանյան կայսրության երազանքը ունենալ մեր տարածաշրջանը իր տիրապետության տակ եւ լցնել իր ցեղատեսակով։ Մենք դրա վառապացույցը ունեցել ենք 15 թվականին, դրանից առաջ եւ նաեւ հենց վերջերս մեր օրերում Արցախի էթնիկ զտումը եւս դրա վառապացույցն էր։ Անդրանիկ Թևանյանի գործունեությունը, Մայր Հայաստան դաշինքի ձևավորումը եւ ակտիվ պայքարը հնարավոր Նիկոլի տերերին դուր չի գալիս։ Նիկոլը հասկանում է, որ ինքը այլևս թիրախավորված է, որպես իր տերերի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում, ես կասեի Թուրքիայի եւ Ադրբեջանի լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում, եւ հստակ ունենալով բոլոր լիազորությունները իր ձեռքում, բոլոր հնարավորությունները, անում է այն ամենը, ինչը որ երազել են դարերով Օսմանյան կայսրությունում։ Անդրանիկ Թևանյանը ոսկորի պես մնացել է Նիկոլի եւ իր տերերի կոկորդին եւ Անդրանիկ Թևանյանի քաղաքական ուղերձները, հստակ հռետորաբանությունը եւ նաեւ մեր գործունեությունը, մեր թիմի գործունեությունը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի տերերը վրդովված են եւ փորձել են հնարավորինս արագ որևէ մեղադրանք գտնել Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու, առավել եւս չմոռանանք, որ քարոզարշավի ընթացքում զրկվեց Անդրանիկ Թևանյանը ազատությունից եւ կալանավորվեց, այսինքն նաեւ նրա բարի եւ անբասիր համբավը արատավորել էր անհրաժեշտ։ Իսկ ինչ կաներ, այսպես են ասում, չէ, գողը առաջինն է գոռում, որ բռնեք գողին։ Մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին այն ինչը որ հնչել է պետական մակարդակով երկրի ղեկավարի բերանից, իրականացվել է կոնկրետ հակառակը։ Ասվում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Պրահայում ճանաչվում եւ ստորագրվում էր Արցախը Ադրբեջանի կազմում։ Եվ այսպես բոլոր խնդիրները, նույնիսկ անցնենք սոցիալական խնդիրներին, բոլոր խնդիրները, բոլոր հարցերը, որոնք Նիկոլը խոստումներ էր տալիս 2018-ին, այդ ամենը վերացվել է, ասում էր, որ այլևս արագաչափերն են վերացնելու, սա ամենատարրական օրինակն են բերում եւ իրենց ներքնաշորերով արագաչափերը փակում էին, սակայն իշխանություն ունենալուց հետո ոչ միայն արագաչափերը ավելացրեցին, այլև հարկերն ու турքերը բարձրացրեցին։ Այսօր քաղաքացին անգամ ավտոբուսի մեջ անչափահաս երեխան, 7-8 տարեկան երեխան, որ չունի եկամտի միջոց եւ չունի բանկային քարտ, եթե օգտվում է իր հոր կամ մոր բանկային քարտով, ապա նրան տուգանում են։ Սա դեմքն է նիկոլական իշխանության։ Անդրանիկ Թևանյանի անբասիր քաղաքական կեցվածքը պետք էր արատավորել, որովհետև Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ համարն էր եւ քարոզարշավի ընթացքը ցույց էր տալիս, որ Բարգավաճ Հայաստանի վարկանիշը գնալով աճում էր։
Սա պետք էր կանգնեցնել, որովհետև լուրջ վտանգ էր սպառնում ԿՊ-ական իշխանությանը, իսկ եթե ԿՊ-ական իշխանությունը այլևս չվերարտադրվեր, Հայաստանի Հանրապետությունը մնալու էր Հայաստանի Հանրապետություն եւ չէր իրականանալու թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքը դարավոր։ Հենց այս միտումով էր, որ Անդրանիկ Թևանյանին փորձեցին արատավորել։ Ինչու եմ ասում, գողն առաջինն է գոռում բռնեք գողին, որովհետև դավաճանը, պետական դավաճանի խարանը ունենալով իր ճակատին, իր ողջ թիմի ճակատին, մենք գիտենք, որ օմեգաներ ունեն իրենց թիմում, մենք գիտենք, որ օտարերկրյա եւ մեր թշնամի երկրի գործակալներ ու լրտեսները ստոթում կախված լուրերի ունեն իրենց թիմում, այս ամենը թողել են մի կողմ, այս ամենը չի դարձել քննության առարկա, այսինքն որտեղ է ազգային անվտանգության ծառայությունը, ինչու մենք մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ովքեր են օմեգաները, ովքեր են օտարերկրյա գործակալները Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, ինչ գումարներ են եկել տարիների ընթացքում Ադրբեջանից, ինչ գումարներ են եկել, ինչ նավթադոլարներ են եկել Սորոսի բացասարակության հիմնադրամից Հայաստանի Հանրապետություն եւ ինչ ծրագրեր են իրականացրել։ Չէ՞ որ այս ատելության մթնոլորտը, այս պառակտվածության մթնոլորտը միայն ձեռնտու է Թուրքիային եւ թուրքական ասացվածքն էլ ասում է, որ պատերազմներ պետք չեն, պառակտեք հայերին եւ նրանց կտիրենք։ Անդրանիկ Թևանյանին կալանավորելը հենց այս սրա շրջանակում էր եւ Անդրանիկ Թևանյանի բարի ու անբասիր համբավը արատավորելը ուներ մեկ նպատակ՝ ԿՊ-ի վերարտադրությունը։ Հենց այնպես չէր, որ քաղաքացիական պայմանագիրը օգտագործելով ես չգիտեմ նույնիսկ վարչական ռեսուրս ասեմ, թե ապօրինություններ ասեմ դրանց, օգտագործեց բոլոր հնարավոր եւ անհնար, իրականում անհնար միջոցները, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված չլինի ազգային ժողովում, խորհրդարանում, այսինքն սրանով իսկ ապահովելով այն բոլոր ծրագրերի հետագա իրականացումը, որը պահանջվել է իրենից, իր կիրթ եւ կառուցողական գործընկերներից, որոնց գրքերը գրկում է շատ ջերմորեն, այնպես ինչպես չի գրկելի զավակներին, գրկում է այդ գրքերը եւ ժպիտը դեմքին նկարվում։ Մեր թիմի դեմ հարձակումը նշանակում է, որ Մայր Հայաստանը իրոք ոսկոր է մնացած քաղաքացիական պայմանագրի եւ իր տերերի կողորտին եւ մենք քանի որ կուռ ենք միասնական ենք, չլինելով որևէ մեկի խամաճիկը, մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի ազգային պետականամետ եւ հայամետ իշխանություն, որը կարողանա ապահովել մեր երկրի համար տնտեսական զարգացվածություն, սոցիալական զարգացում եւ բարեկեցություն բերելով մեր բնակիչներին, բայց որ ամենակարևորն է, ապահովելով մեր երկրի անվտանգությունը։ Միայն խոչընդոտ հանդիսանում է Բարգավաճ Հայաստանը եւ Մայր Հայաստանը։ Փաստորեն այո, ես ինչու եմ ասում այո, որովհետև մենք տեսնում ենք, որ առաջատար ուժ չէի կազմում, ընդդիմադիր, երկրորդ, երրորդ։ Այո, մենք ինչպես ասում են, ոսկին էլ փոքր է, բայց գին ունի, արժեք ունի եւ փայլում է։ Մենք լինելով փոքր, հնարավորինս ավելի ուժ ձևավորված ուժ, չնայած մեզնից հետո էլ կան ձևավորված ուժեր, բայց մեր քաղաքական ուղերձները, կրկնում եմ Անդրանիկ Թևանյանի քաղաքական խոսույթը, քաղաքական վերլուծությունները այնպիսին էին, որոնք հստակ գնահատվում էին քաղաքացիների ընտրողների կողմից եւ ունենում էին իրենց ազդեցությունը։ Այստեղ պետք էր այդ ազդեցությունը վարկանիշի այդ կտրուկ եւ օրեցօր աճը կոտրելը։ Եվ պետք էր արատավորել այն անձին եւ այն անձանց, ովքեր որ դա կարողանում էին իրականացնել, իսկ վստահ եմ եւ բոլորդ էլ տեսել եք, որ Անդրանիկ Թևանյանի ուղերձները ապահովում էին բարձր վարկանիշ, օրեցօր աճող վարկանիշ եւ դրա համար այնպիսի մեղադրանք առաջադրեցին, որ մարդիկ արդեն շփոթվեցին։ Չէ՞ որ այսպես երբեմն ժողովուրդը ասում է դե ուրեմն մի բան կա, որ կալանավորել են, բայց պետք է հասկանանք ովքեր են կալանավորողները եւ ինչ է նախորդել կալանքին։ Մենք կալանքի մասին իմացել ենք Վանաձորյան քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հանրահավաքից, որտեղ թերևս բարձրագույն կրթություն չունեցած եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում երբևէ չծառայած մեկը, ինչպես ասում են աշխատանքային փորձ չունեցած մեկը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում վարչապետ է աշխատում,
փորձեց արատավորել մեր առաջնորդի բարի համբավը եւ ասաց, որ նա պետական դավաճան է եւ ազգային անվտանգությունը, քննչական կոմիտեն պետք է գնան եւ նրան ձերբակալեն, այնուհետեւ կալանավորեն։ Սա ուղիղ, հստակ եւ բանավոր հրաման էր իրավապահ համակարգին եւ նաեւ հստակ հարված էր, նետով սուր հարված էր, որը արյունոտեց ողջ հայկական արդարադատությունը եւ իրավապահ համակարգի գործունեությունը թիրախավորեց։ Իրավապահ մարմինները 2 օրեր չէին կարողանում հասկանալ, թե ինչ գործ պետք է կարել, որպեսզի իրենց տրված հրամանը հնարավորինս արագ իրականացնեին։ Եվ այդ $622,000, որ հորինեցին, իբրև թե պետական դավաճանություն է տեղի ունեցել այն ժամանակահատվածում, երբ Անդրանիկ Թևանյանը արդեն չէր էլ հանդիսանում ազգային ժողովի անդամ, իսկ Արեգնաս Մանուկյանը երբևէ չի եղել այն падգամավորը, ով ստորագրել է գաղտնիության հասանելիության համար, այսինքն նա չուներ գաղտնի փաստաթղթերին պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերին հասանելիություն եւ եթե այն նիստը, որի մասին իրենք խոսում են, պետական գաղտնիք քննարկվող նիստ պետք է լիներ, ապա այդտեղ վստահաբար Արեգնաս Մանուկյանը չպետք է լիներ, չնայած եւ Գեգամ Մանուկյանը եւ այնտեղ ներկա գտնված մյուս անձինք, իջայլոց նաեւ այդ Մհերը Գրիգորյան, ԿՊ փոխվարչապետը, նրանք բոլորը հայտարարեցին, որ այդ նիստում որևէ գաղտնիություն պարունակող նյութ, թեմա, փաստաթուղթ չի քննարկվել։ Ուր մնաց թե այդ նյութը փոխանցվեր։ Եվ ավելին ասեմ, եթե որևէ տեղ, այսինքն նույնիսկ ԿՊ-ին հասանելի լիներ մի փաստաթուղթ, որը արժեք ունենար, վստահաբար որևէ մեկին դա չէր հասնի։ ԿՊ-ի ուսապարկերը իրենք առաջինը չնչին գումարով կվաճառեին այդ փաստաթղթերը։ Բայց եթե այնուամենայնիվ ապացուցվի մեղադրանքը, չի կարող ապացուցվել, չի կարող ապացուցվել։ Ինչ է պատրաստվում անել իրավական առումով եւ եթե ապացուցվի, այնուամենայնիվ ապացուցվի, դուք պատրաստ եք հրապարակային հրավերություն խնդրել ձեր հանրությունից, ձեր լսարանից։ Ես լիարժեքորեն եւ անվերապահորեն վստահում եմ Անդրանիկ Թևանյանին եւ լիահույս եմ եւ վստահ, որ նման փաստաթուղթ երբևէ, այն էլ որ գաղտնիք պարունակող փաստաթուղթ լինի, վստահաբար որևէ երրորդ անձի, որքան էլ որ ստիպված լիներ, Անդրանիկ Թևանյանը դա չէր անելու, վստահաբար։ Ես վստահ եմ այնպես, ինչպես վստահ եմ, որ ինքս նման փաստաթուղթը չէի փոխանցի որևէ մեկին։ Դա հարիր է քաղաքացիական պայմանագրին, ովքեր չունեն որևէ կարմիր գիծ, ովքեր փորձում են լինել աշխարհի քաղաքացի եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հայ մարդ, եւ ինչ խոսվում է ներողության մասին։ Մայր Հայաստան դաշինքը Անդրանիկ Թևանյանի առաջնորդությամբ արել է այն ամենը եւ նույնիսկ հնարավոր ու անհնար բաները, որպեսզի մեր քաղաքացիների տարրական կենցաղային խնդիրներից մինչեւ աշխարհակաղակական խնդիրները լուծելի լինեն եւ Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդը, հայ քաղաքացին երբևէ չնսեմանա եւ արժանապատվությունը կորցրած չլինի աշխարհի աչքին։ Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնորդը եւ Արեգնաս Մանուկյանը որևէ պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ որևէ այլ անձի չեն փոխանցել։ Իսկ եթե այնպես լինի, որ կարողանան այդ գործը կարել, չնայած ասում են չոր ոչինչ մարդուն չի կպնում, ես վստահ եմ, որ չոր ոչինչ մեր թիմին չի կպնելու եւ նրանք, ովքեր պետք է ներողություն խնդրեն Անդրանիկ Թևանյանի բարի համբավը արատավորելու համար, վստահաբար թեկուզ տարիներ անց այդ ներողությունը խնդրելու են իրենք եւ իրենց արժանի պատիժը իրենք կրելու են։ Պարզապես Հայաստանի Հանրապետությունում այսօր ձևավորվել է մի իրավիճակ, որ հնարավորինս սեղմ ժամկետում անհրաժեշտ է փոփոխություն, երկրում փոփոխություն լինի, որպեսզի կարողանանք մեր Հայաստանի Հանրապետությունը պահել հենց Հայաստանի Հանրապետություն, հակառակ պարագայում մի օր էլ, ինչպես Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, մի օր էլ արթնանալու ենք եւ մեր առջեւ դրվելու է մի փաստաթուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը այլևս կամ թուրքական վիլայեթ է, կամ արևմտյան Ադրբեջան է։ Արևմտյան Ադրբեջան նարատիվը կարմիր թելի պես առաջ է տանում Ադրբեջանը, Նիկոլի Կիրթ եւ կառուցողական գործընկերը,
նա այս գործին լծել է ողջ ադրբեջանական սփյուռքը, իրենց ցեղատեսակի բոլոր պատմաբաններին, իրավաբաններին եւ լուրջ աշխատանքներ, մասսայական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում այս առումով, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում արտգործնախարարությունը, պետական պատասխանատու չինովնիկները որևէ խոսք չեն ասում եւ դեռ փորձում են ասել, որ ոչ արևմտյան ադրբեջանցիների այդ 300,000 արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին լուրերը ստահոդ լուրեր են, բայց ցավալիորեն դրանք ստահոդ չեն, նույնիսկ պաշտոնական Ալիևամերձ պաշտոնական եւ պետական կայք է ստեղծվել հենց արևմտյան ադրբեջան.com իրենց լեզվով եւ այնտեղ կարող եք այցելել ու տեսնել, այլևս կարող եք Ադրբեջանի նախագահի կից գրադարան այցելել եւ Հեյդար Ալիևից սկսած տեսնել հենց Հեյդար Ալիևը իր ուղերձներում, իր ելույթներում, Լոնդոնում կայացած իր ելույթում, ինչպես է հստակեցնում Արևմտյան Ադրբեջանը եւ ինչպես է Հայաստանի Հանրապետությունը համարում իրենց պատմական հայրենիքը։ Սա տարիների ընթացքում ձևավորված պետականորեն առաջ մղվող նարատիվ է, քաղաքական ուղերձ է, որը արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք դարձել է իրականություն եւ Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ գնում է դեպի Արևմտյան Ադրբեջան, լավագույն դեպքում թուրքական վիլայետ։ Այսպես որ ասում են, պետք է ընտրել մահվան եւ կախաղանի միջև, Հայաստանի Հանրապետությանը կանգնեցրել են հենց այդ փաստի առջև։ Սրա համար եմ ասում, որ Հայաստանի Հանրապետությունում պետք են փոփոխություններ, Հայաստանի Հանրապետությունում պետք է հայ մարդը հեղեղի փողոցները դուրս գա եւ ասի, որ ինքը ցանկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ինքնիշխան պետություն եւ որևէ մի գերտերություն, առավել եւս որևէ թշնամի երկիր, որը ձևավորվել է, գիտենք, որ բոլորովին վերջերս նկրտումներ չունենա մեր երկրի որևէ միլիմետրի վրա։ Այս օրերին Մայր Հայաստանը ինչ աջակցության ակնկալիք ունի ընդդիմադիր ուժերից։ Ընդդիմադիր բոլոր ուժերը Փառք Աստծո սատարում են հատկապես Արեգնաս Մանուկյանի կալանավորմանը, հաշվի առնելով, որ հերթական կին քաղբանտարկյալն է եւ քաղաքական հայացքների համար զրկվել է ազատությունից, ունենալով նաեւ անչափահաս երեխա, իհարկե եւ Արեգնազը եւ մենք շատ չէինք ցանկանում անչափահաս երեխայի պահը շահարկել, քանի որ մեր պայքարը քաղաքական է եւ մենք պայքարում ենք, որ հենց մեր երեխաները ապրեն ազատ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում, սակայն հասկանում ենք, որ քաղաքական գործիչ, կին քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետությունում լինելը այսօր բավականին բարդ է, բավականին շատ են տանջանքները եւ հալածանքները, ապօրինությունները եւ պետք է հասկանալ նաեւ, որ եթե մարդասպանին կարող են թողնել ազատության մեջ եւ այլընտրանքային խափանման միջոցներ ընտրել, ապա այս դեպքում ինչ նպատակ են հետապնդում կին քաղաքական գործչին, որը չի փորձել երկրից դուրս գալ, երբևէ չի խոչընդոտել։ Այ երբ որ գնացել էին իրենց տուն առաջին անգամ խոզարկության, այսպես բարեհամբույր ձևով տվել էր իր նոթբուքը եւ ցանկացած այն ամենը, ինչը որ պահանջել էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները, երբևէ հարցաքննությունից չի խուսափել եւ միշտ անհրաժեշտ պահանջի դեպքում, երբ որ պահանջել են ներկայանալ կամ հարցաքննության կամ այլ առումով, այս Արեգնաս Մանուկյանը խոչընդոտ չի ստեղծել։ Ուզում եմ հասկանալ ինչ նպատակ են հետապնդում կալանքը որպես խափանման միջոց ընտրելով եւ արդյոք չեն փորձում այսպեսով հոգեբանորեն ճնշում գործադրել Անդրանիկ Թևանյանի վրա, նրա կալանքը եւս 2 ամսով երկարացնելու համար, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ գործը լիովին փուչիկ է, այնտեղ չկա որևէ փաստական հանգամանք ապացույց, որ դնեն եւ ես ուզում եմ մեր հայրենակիցներին ու մեր ունկնդիրներին ասեմ, որ բոլորս էլ լավ ճանաչում ենք եւ ԿՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին, եւ եթե նրանք ունենային որևէ ապացույց, որը ցույց կտար, որ այո, մեր առաջնորդը որևէ փաստաթուղթ փոխանցել է, ապա վստահ եղեք, այդ փաստաթուղթը կամ ինչ որ ձայնագրություն, կամ խոսակցություն, զրույց կամ գրավոր SMS-ների ոճով, դրանք վաղուց արդեն հրապարակված կլինեին եւ այլևս հանրության սեփականությունը կլինեին։ Այնպես
որ Արեգնաս Մանուկյանի կալանքի տանելը հստակ քաղաքական ուղերձ է Անդրանիկ Թևանյանին եւ Մայր Հայաստան դաշինքին, նրանք փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, պետք է հիասթափեցնեմ եւ ասեմ, որ քանի որ մենք հասկանում ենք հայրենիք կորցնելու վտանգը մեր ամբողջ էությամբ, մեր պայքարը ոչ թե պատվերով է, ինչպես ոմանք ժամանակին ընդդիմադիր պայքար ունեին եւ գալիս էին եւ փորձում էին իշխանություն վերցնել, ասեմ ձեզ, որ մեր պայքարը մեր երկիրը պահելու համար է, հայրենիքից առավել ոչինչ չունենք կորցնելով հայրենիքը կորցնելու ենք ամենը ինչ ունենք, մեր նահատակների գերեզմանները, մեր հերոսների հիշատակը, մեր պայքարի ողջ նպատակը եւ էությունը, ուստի Մայր Հայաստան դաշինքը այս պահին ավելի քան երբևէ ուռը միասնական է եւ մենք միասնական ջանքերով պայքարելու ենք թեկուզ բոլորիս էլ կալանավորեն մենք սպասում ենք նաեւ դրան որ հերթով բոլորիս էլ կարող են զրկել ազատությունից մենք պատրաստ ենք դիմագրավելու դրան արժանապատվորեն դիմագրավելու եւ պայքարելու ենք որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մեր ուժերի ներածին չափով մնա Հայաստանի Հանրապետություն։ Իսկ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները առավել եւս Արեգնաս Մանուկյանի կալանավորման առիթով հանդես են եկել, հատկապես որ կին քաղաքական գործիչները դրանք որակել են որպես քաղաքական հետապնդումներ եւ Արեգնաս Մանուկյանը որպես քաղաքական քաղբանտարկյալ, սրանք գնահատականներ են քաղաքական գործիչներ, ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից, որոնք պետք է արժանանան միջազգային հանրության եւ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը եւ գնահատականին։ Ցավոք մինչ այսօր մենք չունենք միջազգային որևէ կառույցի գնահատականը Արեգնաս Մանուկյանի կալանավորման առիթով, սակայն երբ որ խոսում են, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է եւ անգամ մարդասպանինով մտնում է տուն եւ մարդ է սպանում, նրա համար ընտրվում է խափանման այլընտրանքային միջոց, սակայն քաղաքական կին գործչին, ով ծնվել մեծացել է մտավորականի ընտանիքում, ինքը ունի մտավորականի ընտանիք, երեխաներ, ամուսին, ապրում է սկեսուր սկեսրայրի հետ, այսինքն ավանդական արժեքներ կրող ընտանիք են, նրան փորձում են կալանքի տանել։ Բնական է, որ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ճնշում է եւ փորձում են օղակը ավելի փոքրացնել։ Մենք այս սադրանքներին չենք տրվելու եւ պայքարելու ենք, որքան էլ որ դա մեր թիմի անդամների համար, մեր յուրաքանչյուրի համար բավական ծանր լինի, մենք պայքարելու ենք մինչեւ Հայաստանի Հանրապետությունը պահվի Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալ եք։ Շնորհակալ եմ։